Արցախյան երկրորդ պատերազմի քաղաքական ենթահողը եւ ռազմաստրատեգիական իրադարձությունը, որ առաջացել է, մնացածը չգիտեմ, էլի։ Ես վստահ եմ, որ աշխարհի լավագույն բանակների գլխավոր շտաբները, որոնք զբաղված են պատերազմների պլանավորումով եւ ռազմաստրատեգիական գործողություններով, ըստ երկրորդ պատերազմի փորձ ուսումնասիրում են։ Վստահություն ունեմ, կարող եմ ասել, օրինակ Իսրայել նմանատեսին ազգան։ Մի օր կհրապարակեն գտեք, ասեմ ինչի համար։ Որտեղ իմ գնահատականով Արցախյան երկրորդ պատերազմը տապալել է Արցախի պաշտպանական բանակը կոնկրետ 3 պետությունների ուրեմն ռազմաստրատեգիական հարցադրումները, պարզ է Ադրբեջանինը, ըստ էության ճիշտ է, մենք նրա պոզիցիան չկարողացանք ոչնչացնել, բայց ջախջախվեցին այդ պարագայով, նույնիսկ տեխնիկայի ընդհանրում եւ այլն։ Ոչ մի հարց չկարողացան լուծել, իմ պատկերացումով կասեմ ինչ հարց էին լուծում։ Թուրքիան բնականաբար, որովհետեւ դա մեծ մասշտաբի գործողություն էր եւ Թուրքիան հաջողություն չունեցավ, մանավանդ եթե դուք նկատեցիք, որ նրանց ամբողջ դիվանագիտական կորպուսը եւ նախագահը անմիջապես օգնում էին այդ հարաբերություններով, դիվանագիտական, այսպես ասած, բանն էին ապահովում թիկունքը։ Եվ ես կա նաև հետևյալը, եթե Գյումրի ռազմաբազան չլիներ, ես չեմ բացառում, որ թուրքական բանակը գալու էր ներխուժել Հայաստան։ Սա այն բանի համար նաև, որ մեզ այդ դաշինքը պետք է թե չէ, որտեղ հիմա լարումը մեծացել է դաշինքի դեմ, եւ բնականաբար նաև մեր բարեկամ Ռուսաստանի, Պուտինյան Ռուսաստանի քաղաքական ձեռնարկը, որը մեզ պետք է ավելի կախեր Ռուսաստանից, բայց մեր բանակի գործողությունները մեզ ավելի անկախացրեց։ Ուրեմն ես այդտեղ եթե ընդհանրական ասենք, փորձեմ դրանք ապացուցել։ Ուրեմն եւ այս երեքն էլ տարբեր շահագրգռություններով, տարբեր նկատառումներով շահագրգիռ են այդ պատերազմի մեջ եւ նրանց ոչ մեկի քաղաքական խնդիրը չլուծվեց։ Հիմա ասեմ ինչն է նպատակը, ինչն է թույլ տալիս ինձ այդ եզրակացություններն անելու։ Նախ հարցակումը եղել է, հետո մեր թերությունների մասին խոսենք, եթե դա կարելի է։ Հարցակումը եղել է հիմնական երկու ուղղություններով։ Մեկ Հադրութի Ջեբրայելի շրջանն է, մեկ ուրեմն Հյուսիսից Մարտակերտի Մարտունու շրջանն է Շահումյանով։ Ուրեմն որոշ հայ զինվորականներ այն կարծիքն են հայտնում, որ հիմնավոր է շատ, որ այս երկու գրողը եղել է թևերից, բայց դրանք ստրատեգիական ուղղությունը չեն եղել։ Նպատակը հետևյալն է եղել, այստեղ հաջողություն ունենալ եւ Արցախի բանակի ռեզերվները կարողանալ ցրել, որտեղ այնտեղ է ճնշումը դեպի այդ թևեր, հիմնական հարվածը Աղդամով հասցնել Ստեփանակերտ դուրս գալ։ Ուրեմն սա է գլխավոր հիմնական մտահղացումը եղել, որ ամբողջ աշխարհով ասում են, որ Ադրբեջանի բանակը գլխավոր, այսինքն գրագետ շատ ստրատեգիական պլան են ունեցել։ Ու ես կարող եմ առաջին անգամ երևի իմ դիտարկումն եմ ասում, ես ոչ մեկին պարտավոր չեմ լսելու, այստեղ ասեմ, որ ուրեմն մեր գեներալիտետը հանձին մնացածներին չեմ կարող ասել, հանձին Արցախի պաշտպանական բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Հայրապետյանի ուրեմն փայլուն ստրատեգիական խաղ է կազմակերպել եւ ըստ էության կռահել է թշնամու մտադրությունը։ Ուրեմն նա ասում են դաժան մարտերում, մի քիչ էլ երևի դաժանություն ցուցաբերով ռեզերվ ոչ միտեղ չի տեղափոխել, չի ուղարկել, ոչ այն թևը, ոչ ասի գլխի ընկել, որ այդտեղ հարց չի լուծվում։ Լուծվելու է ռեզերվի տեղափոխման պարագայում Ստեփանակերտի ուղղությամբ Եվ այսպես ուրեմն դրա համար դաժան կռիվներ են եղել այդ երկու թևերի ուղղությամբ։ Ուրեմն կարող եմ ասել հետևյալը, ռուսական մամուլում այդ ինչ որ ասել են, մի ուրեմն ակնարկ եղել է, բայց ես դա չէ որ ուզում եմ ասել, դա իմ կարծիքն է։ Ուրեմն պարզ է նպատակը, այդ տարիներով սլուծված են գաղափարը, որովհետև ես տարիներով կարող եմ տվել, որ հարցը ռազմական լուծում չունի, դա մեզ ներդրվեց դրսից, նաև սա սլուծվեց Հայաստանում խաղաղություն սիրողների եւ ուրեմն կոռումպացված հարստացողների կողմից տարիներով, որ
այսպես ես կասեմ հակառակը, այստեղ ոչ թե հարցը մեր ռազմական լուծում չունի, այլ հարցը միայն ռազմական լուծում ունի։ Եվ բանակը պաշտպանական ապացուցեց, որ իր դիրքորոշում ավելի ճիշտ էր։ Նայեցեք ինչ է լինում, եթե հիմա ասում եմ, որ նպատակ եղել, շփոթեցման շրջանը սկսվել է, թե եթերը լցված է բացատրություններով, ուրեմն ամեն մեկ իրեն է քաշում, բայց պետք է մենք հասկանանք նաև մեր բանակի գործողությունների իմաստը, որ պիտի երևի հետո իրենք իմաստավորեն այդ բոլորը։ Ասում են Ադրբեջանի բանակի նպատակը եղել է Մարտակերտ եւ այլ այդ շրջաններում կար դիրքեր գրավելը։ Հիմա եթե դուք եք ռազմական հրամանատար, այսինքն ձեր ինչին է պետք որ մի կիլոմետր առաջ գնայիք եւ դիրքը գրավեիք։ Վստահաբար իմացեք, ես ենթադրում եմ, որ սրանց մտահղացումը շատ պարզ է, ուրեմն խփել, ուրեմն դուրս գալ, ուրեմն բանով Ստեփանակերտ, հաջողության դեպքում անշուշտ գործողությունը կարելի էր զարգացնել մինչև Գորիս եւ Նժդեհյան ժամը 20 թվականի հայաստանյան իրավիճակը կառաջանար Արարատյան հանրապետությունը շրջապատված, իսկ մեղրի կտրված, այսինքն գետնատարած Ադրբեջանի ոտերի տակ կմնար ուրեմն Հայաստանը ամբողջական իմաստով, ինչը որ խափանվել է պաշտպանական բանակի գործողություններով։ Ես այստեղ ոչ մի կասկած չունեմ, թե չէ կան ռեսուրսներ դնել, տարիներով զինվել, համաշխարհային հանրության աչքի երևալ եւ ոչրակուրտ եւ ողակալ եւ թուրքական այդ ամեն ինչը, այդ անել, որ մի քանի դիպ գրավել աբսուրդ է։ Ուրեմն սա մեր եթե սա մենք հասկանում ենք, ուրեմն գնահատում ենք մեր զինվորականության ստրատեգիական մտահոգությունների բարձրությունը եւ երկրորդը ասեմ հետեւյալը, այն սերնդի կռիվը, որը ձեր հասակակիցն է։ Ես այստեղ կարող եմ հետևյալն ասեմ, մի անգամ պատկերավոր ասել եմ, նորից ուզում եմ ասել, այդ սերնդի կռիվը, որ տրվեց ճակատում 18-20 տարեկան, ուրեմն տարեկաններ եւ ավելի, ուրեմն կարելի է նրանց այսպես գործողությունների մեջ արքետիպի վերականգնման իմաստով հիշել միջնադարի հայոց այրուձի դոփյունները, եւ չէ հայտնի է, որ ասում էին հայոց այրուձին, որ բանակին գնաց օգնության, այդ բանակը միանշանակ հաղթող է եղել։ Սա այն տարիների աշխատանքի արդյունքն է, ճիշտ է աղքատություն, քայքայել եւ այլն, ինչ որ երիտասարդությունը դաստիարակվել է պետականության եւ այդ գիտակցության պարագայում։ Ես հիմա որպես քաղաքագետ կարող եմ ասել, ըստ էության, նույնիսկ եթե դաստիարակությունն է արդյունավետ չի եղել, պետականության անկախության 20 տարիների փաստը երիտասարդ զանգվածի մեջ առաջացրել է պետությանը նվիրվելու ուրեմն մի գիտակցություն, գուցեև Յունգի ասածով անգիտակցականի շերտում, որը դրսևորվեց այդ ռազմական գործողությունների կարճ ընթացքի մեջ։ Սա մենք պետք է արձանագրենք եւ իմանանք, որ սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը նկատի ունեն միասին, ուրեմն անդարձ անկախության ճանապարհը վերցրել։ Մնացածը ուրեմն ուրիշ հարց է։ Հիմա ինչն էր թուրքական ուրեմն կողմի հաջողությունը եւ վերլուծության սխալը, որի վրա սխալվեցին։ Ուրեմն ինչու էր հիմա, չէ, հարցը կա, ինչու հիմա։ Նախ կա հարցը, ինչու այսօր արեցին։ Ես տամի անգամ հեռուստատեսության ասել եմ, իսկ երբ, այսինքն ինչու այսօր, բայց երբ։ Ուրեմն հասկանալի ինչու, շատ պարզ է։ Ուրեմն ըստ բոլոր օբյեկտիվ տվյալների Հայաստան արտագաղթող երկիր է, միանշանակ է։ Երիտասարդությունը դուրս է գալիս հիմնականում, միանշանակ է։ Տնտեսությունը քայքայված է, գիտությունը ըստ էության չի վերականգնվում, ես նկատի ունեմ առաջին հերթին ֆիզիկան, մաթեմատիկան, կենսաբանությունը, այն չափերով, ինչ որ երկրի արդյունաբերության, ուրեմն պաշտպանության անհրաժեշտ է։ Սրանք չեն վերականգնվում, չկա հոգացողություն, ուրեմն եւ շատ բաներ, մարդիկ սոցիալապես ընկճված են, դասակարգային ըստ էության հակադրություն կա, չէ, 40 ընտանիք ասում են Հայաստանում տեր ու տնօրեն են ազգային հարստությանը։ Եվ այսպես, այս բոլորը հավանաբար թույլ են տալիս եզրակացնելու, թե ես հիմա, որովհետև Հայաստանն այսքան թուլացած, երբեք կարող է չլինի, ավելի շուտ այսպես պոտենցիալը չունի, որովհետեւ դիմակայ է։ Նաև զինվածության չափը, դաշնակիցների մեր այսպես ասենք, մեր ողերին բարեկամի դիրքորոշումը անհասկանալի դարերով
ուրեմն Ռուսաստանը նկատում են եւ իրենց դաշնակիցները Թուրքիա այս բոլոր եւ հարցերը։ Այս բոլորը բերեցին սխալ եզրակացության եւ ես կարող եմ հստակ ասել, որ Սիրիայում ռուսական բանակի գործողությունները եւ թուրքական անհաջողությունը պարտադրեցին թուրքական կողմին, որովհետեւ ռուսական ուշադրությունը բերել այսօր Կովկաս իր սահմանների մոտ, իրենք ունենան ազատություն գուցեև նպատակով թուրքերը նորից Մոսուլ, արաբական արևելք, նավթի շրջան եւ այլն։ Ուրեմն այս բոլորը հասկանալի է, կարծում եմ, եւ այստեղից է։ Ինչու սխալվեցին։ Սխալվեցին մի բանում, որ հայ ժողովրդի մեջ ուրեմն 20 տարեկան է դառնում 20-30 մի սերունդ, որը ոչ ռուսամոլն է, ոչ սովետասերն է, ոչինչ է, սա անկախության սերունդ է։ Եվ սա չկարողացան գնահատել, այսպես ասել։ Ես ասել եմ կրկնեմ ձեզ մոտ, եթե ուրեմն սրանք եւ Ադրբեջան կարող, Ռուսաստան, տարբեր բարական Ադրբեջան, Ֆրոյդի փոխարեն եւ այդ Լիբիդոյի փոխարեն լավ ուսումնասիրեին Կարլ Գուստավ Յունգի արքետիպերի մասին ուսմունքը եւ այսպես անգիտակցականի բարդություններն եւ այլն, կարծում եմ, որ սխալ չէին լինի, բայց լավ է, որ ուրիշ բան են սովորում։ Օրինակ մենք քաղաքագիտության բաժին ակադեմիա եւ մեր ամբիոնը այս տարիներով մենք ուսումնասիրում ենք հենց Յունգի այդ արքետիպերի մասին ուսմունքը, որովհետեւ անհատի եւ ժողովրդի ինքնությունն ու այդ ամբողջը կա այդ ուսմունքների մեջ։ Հիմա այստեղ այսպիսի բաներ կատարվեցին եւ հիմա մեզ համար անշուշտ մեր ժողովրդի համար ամենադժվար հարցը Ռուսաստանի դիրքորոշումն է բացատրելը։ Լավ, սրանք մեզնից ինչ են ուզում։ Մենք այսքան նվիրված ենք եւ նա անընդհատ դավում է։ Տարերով խոսում ենք բարեկամությունից եւ անընդհատ ստացվում է, որ թվում է թե ինքը բիճի միջամտի, բայց ինքը վերցրել կանգնել է իրենց խոսքով ասած, Չիչերինը մի խոսք ունի օբյեկտիվ երրորդի դիրքորոշման վրա, որ նույն ինքը Լենինի տեսակետն է, որը խիստ սուբյեկտիվ է, այդ օբյեկտիվությունը, որը ըստ էության իրականացնում են այսօր Պուտինը եւ հայազգի Լավրովը, օբյեկտիվ երրորդի տեր։ Չենք խառնվում ձեր գործերին, չենք խառնում ձեր գործերին, զինում ենք ձեզ, զինում ենք ձեզ եւ այլն, տարբեր դուք որպես ռազմավարական դաշնակից ստանում եք լավ եւ որակյալ զենք, մի քիչի, բայց որակյալ զենք։ Ուրեմն նա ստանում է կոմերցիոն զենք, ահռելի քանակությամբ, կախվում է ու սադրվում նաեւ տխմարության ուրեմն բաների մեջ է այսպես որորաներում է, որ անպայման կհաղթի։ Ուրեմն ինչ են անում։ Մենք Ռուսաստանից ավելի կախման մեջ ենք մնում անընդհատ այս պարագայում, ռուսական տեսակետով։ Իսկ Ադրբեջանն ինչ է անում, նավթադոլարները վառում է օդի մեջ, որովհետև այդքան հիմա մենք խփեցինք այդքան զինտեխնիկան շարքից դուրս եկավ եւ պարզվեց, որ դրանց տեխնիկան իրենք չփրկեց։ Հիմա 5 միլիարդ դոլարը ծախսել էին փոխանակ գիտություն զարգացնեն, տնտեսություն զարգացնեն, մի 5 միլիարդ երևի հետո կզարգացնեն, կծախսեն եւ այլն։ Այսինքն բազմաբանալ, բազմաֆունկցիոնալ քաղաքականություն է վարվում։ Ինչ է նշանակում այդ օբյեկտիվ երրորդի դերը։ Ես ես հիշեցնեմ մի բան։ 20 թվականի, ուրեմն հունիսի 29-ին, ուրեմն Չիչերինը Լենինին մի ուրեմն կարծիք նամակ է ուղարկել, որի մեջ գնում է, որ անշուշտ ես ունեմ թարգմանած այս գործերից մոտ կա, ասում է, բոլորս էլ գիտենք, որ Ղարաբաղը հայկականն է, տարածք էլ չի ասում, տեղանք է, մեզնես, ուրեմն իրենց համար դա տարածք է, տեղանք է։ Ասում է, այստեղ ոչ մեկը կասկած չունի, բայց ասում է, սա մենք չենք կարող տալ Ադրբեջանին, ասում է 20 թվականի հունիսին, երբ Հայաստանի Հանրապետությունը արդեն կերած խմած պետություն էր, այսինքն քո գրպանը չի որ 10, բայց արդեն ուրեմն այլ հասարակական գիտակցության մեջ են մտցնում, որ դա իրենց տարում, եթե չէ, ես մի բան չեմ տալիս, ուրեմն ինքն է որ չեմ տալիս, ենթաշերտերի վրա է, բայց ասում է, որովհետև դա ասում է, եթե Հայաստանին տանք, կվիրավորի մուսուլմանների զգացմունքները, պատկերացնում եք ինչ ադրբեջանցիների մասին է, այսպես զգացմունքով ժողովուրդ են, բայց ասում են մենք չենք կարող տալ նաև սա
ուրեմն ադրբեջանցիների, որովհետև խորապես վիրավորած կնենք հայկական կողմին։ Ասում է, բա ի՞նչն է հարցը։ Հարցը դրանի մեջ է։ Անշուշտ որ մենք կուզենանք, որպես խաղաղարար մենք լինենք արանքում, բայց ասում է 20 թվականի հունիսի մասին է խոսքը, բայց ասում է դաշնակցական Հայաստանը այնպես կգրվի, որ մենք ի վիճակի չենք այդ Հայաստանը գրավելու։ Դրա համար այնտեղ նշում է նաև Վրաստան, ասում է դաշնակներն ու մենշևիկները կգրվեն Կարմիր բանակի կոչվածի դեմ եւ Կարմիր բանակի վիճակի չի հաղթելու, նրանք լավ բանակ ունեն։ Ասում է դրա համար ինչ տեսակետ եք որտեղ գրել։ Զուգահեռները տեսեք, եթե կուզեք պատկերները նմանվում այսօրվա։ Ասում է մենք որպեսզի հետո սովետականացնենք Հայաստանը, սովետականացնելը նպատակն է նշանակում։ Ասում է դրա համար այսօրվանից մենք այդ բանակ, այդ պետության մեջ քայքայիչ աշխատանք պետք է տանենք եւ որը հաջողությամբ սկսել ենք բոլշևիկներին, այսինքն վահայ բոլշևիկներին գծել են բանակ ենք բաստողել։ Հիմա ասում է կգա օրը կսովետականացնենք եւ մենք կդառնանք օբյեկտիվ երրորդը երկուսի հարաբերությունների մեջ։ Ադրբեջանը պետք է կախվի Ռուսաստանից, որպեսզի հույս ունենա հայկական հարցը փակի, հայերը պետք է կախվեն Ռուսաստանից, որպես մենք օժանդակենք իրենց։ Նշանակումը այսօր Կովկասը կլինի միշտ մերը, եւ երկուսը կլինեն անընդհատ մեզ հետ այս փոխհարաբերության մեջ։ Այ ռուսական տեսակետը որ չի փոխվել, ես բազմաթիվ անգամներ եթեր եմ տվել։ Պուտինին ասում եմ, այսինքն ռուսական քաղաքական ղեկավարությանը դուք մի բանում, ուրեմն երկրորդ բանում սխալվում են, առաջինը չկարողացան հասկանալ անկախության տարիների աղքատացման զուգահեռ նոր սերունդ, որը ռուսամոլ չի, ռուսականությամբ հիվանդ չի եւ սովետական չի։ Այսինքն այս սերունդը կա մեկ եւ երկրորդը չենք գնահատում պետականության փաստը, որը ճիշտ է, որ մեր ուզեցած պետականությունը մենք այսօր չունենք, բայց այդ պետականությունը ինքը աշխատեց ներդաշնակ եւ գնահատեց կարողացավ կազմակերպել։ Լավ կամ վատ, այսինքն սրանք բաներ են, որոնք օտարի կողմից ինչպես նաեւ մեզ մոտ երբեմն չեն գնահատում։ Սա նշանակում է, որ մենք պետք է սովորությամբ աշխատենք։ Հիմա չծանրացնեմ, դա ռուսական տեսակետի բարդությունը։ Հիմա այսպես, բայց ռազմավարական դաշնակից է։ Դե հարցը առաջանում, նախ այդ մեկ ենք շատ ասում, ռազմավարական դաշնակից։ Ռուսների համար այդ բառը շատ կրկնելի չի, տեսնում եք, որ գործընկեր են ասում երբեմն ասում են ուրիշ բաներ, եւ դարավոր բարեկամությունից են խոսում։ Այդ դարավոր բարեկամությունն այսպես է, բարեկամներ ասեն ռուսական թեման որպես փակել։ Մենք ունեցել ենք 3 հանրապետություն, առաջին հանրապետության դաշնակիցը եղել Անգլիան, մի քիչ ուրեմն Ֆրանսիան, թշնամին Թուրքիան եւ Ռուսաստանը, որը այսինքն մենք այստեղ բարեկամ չենք, պետության բարեկամ է մասին։ Ուրեմն երկրորդ հանրապետության մասին ինչ խոսենք, հիմա տարածքը վերցրեցին եւ հաջողության Նախիջևանը հայաթափվեց իրենց օրնանքով, պրոտեկտորատ, որ ստացել էինք Մոսկվայի դաշնակերով, աստիճանաբար դա դարձավ Ադրբեջանի մաս, ռուսական դիրքորոշման մասին է խոսքը, այսինքն պատրանքը դուրս կա։ Իսկ երրորդ հանրապետության շրջանում մեծ սերունդը կհիշի, եթե դուք գիտեք նաև, որ կայցո օպերացիա է եղել, հետո մի քիչ, հետո տեսան, որ իրենք ընդհանրապես Կովկասը կարող են թողնել եւ ուրեմն սկսեցին դեպի Լենին անել Հայաստանի կողմը թեփվել եւ Հայաստանի կողմը մնացին մինչեւ Սիրիական ինքնաթիռի եւ արմի կողմը հստակ կանգնեցին այդ տեսակետի վրա, բայց հետո պարզվեց, որ սրանք ուրիշ հարցեր ունեն եւ այլն։ Այսինքն սա է պարագայական, ուզում եմ ասել այսպես, բայց դեռ մի հարց կա, որը մենք պիտի իմանանք, անշուշտ, որ բոլոր դեպքերում ռուսական ռազմակայանի ներկայությունը մեր քաղաքական ղեկավարությանը եւ կարևոր բանակի հրամանատարությանը թույլ տվեց, որովհետեւ բոլոր միջոցներով ուրեմն այդ կռիվը արևելքում մղի, վստահ լինելով, որ ուրեմն Գյումրիի ռազմաբազան հայ-թուրքական սահմանը պահում է, ուրեմն այս կանը, այսինքն այնքանով, որքանով մենք դաշնակիցներ ենք, հիմա ռազմավարական կասեք թե ինչ, այդքանով նաեւ մենք խնդիր ունենք, օրինակ դիրքորոշումն այսպեսին է, իրենց դաշնորեն քննադատը բաց թողումները ցույց տա ռուսների մասին է խոսքը, բայց ոչ թե գնա Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների վատացմանը, այլ աշխատել են քաղաքական մանավանդ լրագրական մասի հետ, որոնք հաստատ Հայաստանի կողմ են թեքվել։ Ուրեմն սրանք կան արդեն, եւ ասեմ, Ստանիսլավ Տարասով, Սանավերի մասին բոլորը գիտեք,
ուրեմն եւ այսպես կարելի է թվարկել շատ կան ռազմական փորձագետներ եւ այլն, սա թույլ է տալիս, որ ենթադրելու, որ Կրեմլում են կան մարդիկ, որոնք հայկական քաղաքականության կողմ են, ոչ թե հայ ժողովրդի սիրել չսիրելու հարցն է, գտնում են, որ Ռուսաստանի պետական շահը պահանջում է Հայաստանի հետ լինել, նաեւ Ժիրինովսկին, որ տեսնում եք ինչպես հնչեցնում է եւ ահռելի լսարան ունի։ Ուրեմն մենք այս ուղղությամբ քննադատելով լինենք իրենց հետ առայժմ եւ միաժամանակ ցույց տալով իրենց քաղաքականության ամբողջ խորքը, նրանք երբեք չպետք է մտածեն, որ մենք իրենց գրբանում ենք, այսօր մեր զինվորը դա ապացուցեց, գեներալիտետը ապացուցեց, սպայական կազմը փայլուն ապացուցեց։ Ես նկատի ունեմ ոչ թե կոռումպացված գեներալների բարձ է, այլ այն զորահարամանատարական մասը, որ գիշեր 4 օրում մաշեց ադրբեջանական հարձակումը, ուրեմն սա ապացուցեց, որ ինք անկախության եւ պետականության անվտանգության նվիրված ամենածորդ սերունդ է, ուրեմն սրա կողքին նաեւ մենք պիտի աշխատենք, բացենք ասենք եւ թերությունը ասենք եւ սխալն ասենք եւ հասկանանք լյուֆտը, որ կա մեր հարաբերությունների մեջ։ Ուրեմն սա այս ռուսական մասով, սրանք ասեն մի բան, մեզ համար ի՞նչն է տարօրինակ։ Ռուսաստանը ինչ անդրկովկաս է մտել, նա հենվել է թուրք-թաթարական տարբի վրա, մեր վրա չի, մենք հրավիրել ենք, ինքը նստել է նրանց վրա, ինչու, որտեղ դրանց մոտ ազատության գիտակցություն չի եղել երբեք, իսկ Ռուսաստանը գիտեք, որ այսօր ազատություն չի սիրում, ազատություն չսիրողի միջոցով ազատներին ճնշել եւ նման բաներ չփոքր չգնամ, որ գուզի թող Ռուբեն Տեր-Մինասյանի 27 թվականին հայրենիքում գրած հոդվածը կարդա Հայաստան եւ Ադրբեջան, ամբողջը բացահայտեց ռուսական քաղաքականության եւ ներկությունը եւ տխմարությունը եւ մեր դիրքորոշման ուրեմն հետեւողականությունը, որ մենք պետք է անենք։ Հիմա Թուրքիայի բարական իվանը, հիմա այս բոլորը արդեն պարզ է։ Եթե սա եղել է, պարզ է, որ մենք մի ռազմավարական ծրագիր ուրեմն փչացրել ենք աննախադեպ, ասի ինչի համար։ Հիմա սա ճիշտ է, հարցի լուծումը տեղափոխում է, բայց պետք է մենք նկատի ունենանք, որ այդ հարցի լուծումը նորից պատերազմի տեսքով է գալու, դիվանագիտություն ինչքան կաշխատի, չի աշխատի, չգիտեմ, բայց ես մոտ ուզում եմ զգուշացնեմ, իհարկե այսպես իմ կարծիքն բոլոր դեպքերում։ Այս հարցը դիվանագիտական խաղաղ լուծում չունի, դա չի նշանակում չպետք է աշխատել։ Սա ենթադրում է պետականության ամրապնդում եւ պետության մոդելի փոփոխություն, աշխարհական կապիտալ, առևտրի կապիտալը պետք է դառնա արդյունաբերական կապիտալ եւ գիտարդյունաբերական համալիրը անպայմանորեն պետք է վերականգնվի, նաեւ այստեղ մենք ձեռնտու պարագա ունենք, եթե դա կարողանանք անել, այդ նույն քանով Ռուսաստանը մեր գիտական, մտքի եւ տեխնիկական հնարավորությունների կարիքն ունի։ Ուրեմն սա պետք է անպայմանորեն արվի։ Ինձ թվում է, որ շատ արագ եւ մեծ միջոցառումներ պետք է լինեն, ես դες խոստանում եմ ուրիշ տեղեր էլ ասել։ Ֆիզիկան պետք է վերականգնվի լայն թափով, եւ տեսական եւ գործնական անպայմանորեն։ Բարձր մաթեմատիկան հետն է։ Ուրեմն կենսաբանությունը շատ արագ եւ քիմիան պիտի վերականգնվեն, առաջնահերթությունները։ Ուրեմն պետք է վերականգնվի մանկավարժական կրթություն ամենալայն չափով, դաստիարակություն, կրթություն եւ այլն։ Սրանք պիտի ոչ թե մենք նայենք արևելյան ստանդարտներ, արևելյան ստանդարտներ, ինչ է լինում, այլ իրական իմաստով, եթե ուզում ենք, որ մեր երկիրը իսկապես անվտանգ լինի, այս հարցերը պիտի լուծվեն, բարձր ինչի վրա։ Ես ուզում եմ այսպես էգոիզմ չանեմ, բայց ասեմ իրականությունը։ Ես կարծում եմ, որ հանրապետությունում երկու դրանցից դուրս 3 առարկաներ կամ գիտություններ լայն զարգացում պետք է ստանան, որոնք այսօրվա պահանջները հետագան բավարարել նկատառումը, քաղաքագիտությունը պետք է լայն տեղ ստանա, գիտական քաղաքականության մասին է խոսքը, ոչ պրոպագանդան, ոչ սրա նրա շահերի սպասարկով։ Աշխարհաքաղաքականությունը պիտի դառնա երիտասարդության մտածողության շերտեր նստող գիտություն, գեոստրատեգիա, գեոպոլիտիկա եւ այլն։ Եվ Հայաստանի քաղաքական պատմությունը, Հայաստանի պատմությունը, որ կա հետիատները, սուտ հերոսները եւ այլն, խանջաններ, ուրեմն Բիկոյաններ, այս բոլորը պետք է գծվի թույլ տվեք պատմության աղբանոց, իրական փաստերը պետք է հրապարակվի, թե ինչպես սրանք 20 թվականին թուրքական արշավանքի ժամանակ ուրեմն քայքայիչ աշխատանք էին դառնում Հայաստանի Հանրապետության բանակի շարքերում, որպես չդիմադրեն Թուրքի, որտեղ ռուսներն այդպես կարգադրել էին։
եւ ռուսներն այս հարցումները սխալվեցին։ Եվ իրական հերոսները մեջտեղ պետք է կան, կարծում եմ, որ այստեղ առաջին շարքը պետք է լինի Արամ Մանուկյանը իր հզորությամբ եւ այլն։ Ուրեմն սրանք գիտության ջուղեր են, սրանք արագ զարգացում են պահանջում եւ նաեւ ասեմ հետեւյալը, քանի որ ուսանողների հետ եւ մեր սիրելի գորեբաների Հայաստանը պետք է ունենա քաղաքական իդեալ։ Ոչ թե գաղափարախոսության մասին չի խոսքը, այլ գաղափարը պետք, որն է դա։ Նպատակ պատիվ, ինչպիսի պետություն ենք ուզում ունենանք, այս միջավայրում եւ այս շրջապատում, մենք հələ Պարսկաստանի հզորացումը չենք տեսել, դուք 10 տարվա մեջ շատ ամբողջ իրավիճակը կարող է փոխվել, մեզ համար նոր պայքարի, չգիտեմ, հասկանալու, չհասկանալու պրոբլեմներ կծնի նաեւ Պարսկաստանը, դա այնպես չի, որ ամեն ինչ լինելու ինչպես կուզենանք։ Ուրեմն Իրանի բարական եւ այլն, ուրեմն այս հարցադրումները մեզ քաղաքական իդեալի խնդիրը բերում դնում են եւ ես ասել եմ հերոստատեսությամբ, այսօր ուզում եմ կրկնել, որ մենք պետք է ունենանք Քուր Արաքսյան, ուրեմն Հայաստան, Քուր Արաքսյան հանրապետությունը մի տարի մեջ կլինի, ժամանակի մասին չի խոսքը, մի օրվա մեջ կլինի, նշանակություն չունի։ Մենք պետք է դուրս գանք մեր պետության համար բնական, որ աշխարհաքաղաքականությունից դասել, ես ուսանողներին բացել։ Այս բնական միջավայրերը պետք են պետությունները սիրում են գետերով սահմաններ, լեռնազանգվածներով սահմաններ եւ այլ բնական միջավայրեր։ Եվ սա պիտի լինի այսօրվա վիճակին չպիտի նայել։ Ինձ համար օրինակ բարձր, երկրորդ անգամ կարող եմ ձեզ ասեմ, Արցախ առաջինին ավելի մոտիկ եմ եղել, որտեղ այս ժամանակ քաղաքական կյանքի մեջ կայի, հիմա չկամ ուղղակի։ Ուրեմն առաջին պատերազմի Արցախյան ավարտը Ռուսաստանին պարտադրեց, ուրեմն ինչ են ասում, խորտ զավակին, իր ոգեծնած պետությանը փրկել 94 թվականին հայկական զինուժի ձեռից քացուտակից ուղղակի Ադրբեջանի բանակը հանեցին եւ մեզ պարտադրեցին զինադատար եւ մենք չունեցանք այն հանգստությունը, որ գոնե հարաբերական ունենայինք եւ վստահ եղեք, որ ես փաստին չեմ դիրապետում, իմ գնահատականը հետեւյալն է, որ երբ հայկական բանակը պաշտպանական մարտերում բառացիորեն ջախջախեց թուրքական, մինչև ատամները զինված, շատ դաժան կռիվներ են եղել, մինչև ատամները զինված հորդաներին, իսկական հերոսագներին, Ռուսաստանը միջատ մտեց եւ ըստ էության կասեցրեց հայկական բանակի գործողությունների տարածումը Ադրբեջանի բուն տարածք, կասեցրեց, երկրորդ անգամ փրկեց, որովհետեւ այս մեր զինակցի համար այդ գիշատի չմնա, հաջորդ օրը նույն խառնակություններն անի եւ այլն։ Սա ինչ է նշանակում։ Երևի թե եթե մենք ունենանք ավելի մեծ պոտենցիալ, որ պիտի որ ունենանք, որտեղ մենք գիտենք, որ ինչ խնդիրներ ունենք, բայց տարիների ընթացքում այդ չունեցանք այն պետականությունը, ինչ որ կուզենայինք, նույն դաս պիտի լինի եւ ուրեմն արբերի անկախ լինելու համար պետք է ավելի հզոր պետականություն ունենալ։ Իմ կարծիքն էսպիսին է, ես ասել եմ, եթե հնչեցնում եմ, այսպես ուրեմն մեկ սրանից հետո ցանկացած բարակային պատերազմը, որ խիստ հավանական է, պետք է անմիջապես տեղափոխենք Ադրբեջանի բուն տարածք եւ դուրս պիտի գան քրի հովիտ, Քուր գետ մինչև այս ամբողջ հատվածը եւ մարսիկների հետ աշխատելուց պիտի հստակ ասենք, որ դուք ինչ կամ որ Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության հետ սահման շատ կունենաք, ցեկված իմաստով այնքան ձեր անվտանգությունը կմեծանա։ Ես 99 թվականի դեկտեմբերին սա պարսիկների տեսքիսի մի հանդիպման ժամանակ ասել եմ, իրենք մի քիչ պարսկական ձևեր ունեն, չէ, ուղիղ չեմ խոսում, բայց ասեցի, ես ասի ձևով չեմ ասում, հայկական մեր անգլիբանով ասում են, դուք նպաստեք, որ մենք ունենանք ձեզ հետ ավելի երկար սահման, ինչքան մեր սահմանը ձեզ հետ երկար, այնքան ձեզ համար անվտանգ։ Սա նշանակում է, որ մենք մեր շահերը պիտի ճանաչենք, գիշեր-ցերեկ աշխատենք եւ ոչ մեկի երեսին չնայելով մեր պետականությունը կերտենք, որի մեջ անշուշտ ասեցի արդյունաբերական համալիրն է, ազգային ինքնագիտակցությունը եւ այն հպարտությունը, որ բերում է այս բանը։ Մենք երևի դուք ես սերունդն եք, մենք ասենք ձեզ հետ միասին, որ պիտի վերջ ասի, տարածքի հաշվին այլևս ապրել չի կարելի։ 300,000 քառակուսի կիլոմետրը չէ, Տիգրան մեզ ժառանգեց մեզ, մենք մնացել ենք այս մի հանրապետություն 30,000 տարածքով ապրել չի կարելի։ Ով ինչ ուզում է բացատրի։ Եվ հիմնականում հավատացեք ինձ, հարցը լուծվելու է ռազմաճակատում։ Պատկերացրեք, որպես ես Չորեմայի փոխարեն լեմայի տեսակ եք օգտագործեմ, հա։ Պատկերացրեք, միտեղ թուրքական ճեղքում էր լինելու, ինչ է լինելու։
այդ լուծում չէր լինելու։ Հիմա եթե մենք թույլ չտվեցինք բանակը կասեցրեց թուրքական ներխուժում, սա պատերազմով չեղավ, այսինքն եղավ նույնիսկ ստատուս քվոյի պահպանությունը, եղավ պատերազմի դաշտում։ Դա ոչինչ չի նշանակում ուրիշ բոլորները չպետք է աշխատեն։ Բայց այստեղ մի բան եմ ասում, վերջացնել ես կանը։ Մի երևույթ նկատվեց, որ առաջ ընդգծված չէր։ Արտատարածական էքստերիտորիալ հայրենասիրությունը, տեսակ ինչ կատարվեց։ Աշխարհի հայությունը մոբիլիզացվեց, ուրեմն աննախադեպ չափերով, չէր եղել Արցախի ազատամարտի ժամանակ ես Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ եմ եղել, նստել ենք հեռախոսի վրա, զանգել ենք, խնդրել ենք, բացատրել ենք, պահանջել ենք, բայց այսպիսի մղում լոբիստական կառույցների կողմից, ժողովրդի կողմից եւ հայրենիք վերադառնալու կռվելու տրամադրությունը ընդհանրապես սա աննախադեպ բան է։ Անցած տարի կարծում եմ Ցեղասպանության Արարողական ինչ-որ բան ասեց եւ դա մեր ժառանգությունն է։ Սա նշանակում է մենք նաեւ քաղաքագետներս ամեն մարդ իր տեսակետով, մենք գոնե որ մեր տեսակետով պետք է իմաստավորենք այն նոր երևույթները, որ դրսևորվեցին։ Նաեւ այդ տեխնիկան ուսումնասիրել նման բաներ եւ այլն, դրանք կարծում եմ որ այսքան երևի շոկեր լսել չեմ ուզում դες համբերությունը չարաշահել։